Պարոն Վարդանյան, ուրեմն իմ ծանոթներին նույնիսկ, որ ասում եք գնում են Վլադիմիր Վարդանյանի հետ հարցազրույցի այս ֆորմատով, զարմանում են։ Գիտեք ինչի, որովհետև ձեր կերպարը հուշում է, որ դուք երբեք այս ֆորմատով ու ընդհանրապես հարցազրույցներից խուսափում եք, մանավանդ այս ֆորմատով։ Ինչի՞ է ձեր շուրջ այտենց տպավորություն, այտենց աուրա։ Քաղաքական պարզ է դեռ, բայց այս ֆորմատը։ Գիտեք, իմ կարծիքով հանրային քաղաքական գործիչը պետք է այո ցույց տա այն ինչով ինքը զբաղվում է, բայց օրինակ հանրությունը եւ քաղաքացին քեզ չի վճարում նրա համար, որ դու օրինակ քո կյանքի ինչ որ դրվագներ, որոնք վերաբերում է քեզ, դարձնես հանրային քննարկման առարկա։ Որովհետեւ այդուհանդերձ դու նախ պետք է ունենաս քաղաքական գործի պարագայում անձնական դաշտը շատ ավելի փոքր է, քան այլ անձանց պարագայում, բայց շատ վտանգավոր է, որ անձնական դաշտը խառնում է քո գործունեության հետ, որովհետեւ դու ի վերջո դու պատգամ ես ստանձնել, պատգամավոր բառը գալիս է այդ պատգամից, դու պատգամ ես ստանձնել եւ դու պետք է հանրությանը հաշվետու լինես բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց համար դու այդ քվեն ստացել ես։ Եվ օրինակ անձնական դաշտը, ընկերական դաշտը, չգիտեմ, թե ինչքանով լավ կամ վատ մարդ է կամ ինչ է սիրում, ինչ նախասիրություններ ունի, անձը քաղաքական հանրային քննարկման առարկա չպետք է դառնալ։ Չնայած ես որոշակի առումով old fashioned եմ, չասեմ, հայերենից է կարելի թարգմանել։ Հնաոճ են ասում հայերեն, բայց մի քիչ հնաոճ չեմ, բայց կոպիտ է հնչում հնաոճը։ Old fashioned-ին համաձայն եմ, հնաոճին ոչ։ Այս է առանձնահատկությունն է։ Բառացին հետ է։ Այս անգլերեն ասում են misinterpretation, այսինքն թարգմանության մեջ որոշ բան փոփոխվում է։ Չէ, old fashioned-ը բան առումով, որ ես այդուհանդերձ համարում եմ, որ ինչ էլ քաղաքական գործիչը անի, դա բավարար չէ, որպեսզի հանրությունը իրոք գոհունակություն արտահայտի քաղաքական գործի վերաբերյալ, որտեղ ինքը ավելի շատ է սպասելու, միշտ ավելի շատ է սպասելու, եւ դու պետք է քո մաքսիմումը անես, որ դու ցույց տաս, որ քիչ թե շատ դու փորձում ես հասնես այն իդեալին, որը պատկերացնում է։ Բայց այսինքն քաղաքական գործչի կերպարը շատ պետք է առանձնանա իր անձից։ Չէ, երբ որ մտավ կեղծավորություն, երբ որ մտավ գիտեք, ինչ-որ կեղծիկի կտորներ, դա քաղաքական գործչի կարիերայի վերջն է։ Եթե դու քաղաքական գործիչ ես, առաջինը դու պետք է լինես այնպիսին, ինչպես դու կաս քո կյանքում, որովհետև ինչ ուզում եք ասեք, մարդու աչքերը վկայում են նրա իրական զգացմունքների մասին։ Եթե քաղաքական գործիչը փորձում է կեղծավորության ինչ որ ֆորմատ ձևավորել, վաղ թե ուշ եւ որպես անձ է դադարում այդպեսին լինել, ասենց ասեմ, որպես կանոն այդ կեղծավորություն դառնում է նաեւ իր անձնական կյանքի մի մաս։ Չէ, ամենալավը մնալ անմիջական, մնալ այնպեսին ինչպես դու կաս, դրա հետ զուգահեռ փորձելով, գիտեք, այդ գիծը պահես, որտեղ այդ գիծը շատ կարեւոր է, որովհետեւ ի վերջո եւ երկրի ներսում եւ երկրից դուրս դու ներկայացական մարմնի անդամ ես եւ ներկայացական մարմնում դու պարտավոր ես քեզ պահես այնպես, ինչպես կպահեիր այն պարագայում, երբ որ դու լինեիր ինքդ քո հետ։ Մենք ձեր աշխատասենյակում ենք, այստեղ լիքը վկայականներ, դիպլոմներ եւ այլն, ինձ միշտ հետաքրքրել է, սա առանց ենթատեքստի է հարցս, որ մարդ ինքն իր դիպլոմներն ու վկայականները այսպես պատին է կախում եւ այլն, դա առաջերտին ում համար է։ Ասեմ, այս ամենը ինչ որ բերել եմ, դա ես տեղափոխվեցի այստեղ Սահմանադրական դատարանի աշխատակազմից եւ ճակատագրի հեգրանքը եւ հետաքրքրություն, ուրեմն երբ որ ես աշխատում եմ Սահմանադրական դատարանում, բավական երկար եմ այնտեղ աշխատել, մոտ 15 տարի, ուրեմն բոլոր հարկերում ես ունեցել եմ աշխատասենյակ, այսինքն ընդ որում հետաքրքիր եղել այն, որ ես որևիցե ինչ որ աստիճան աշխատակազմում չեմ թռել, այսինքն մեկը մյուսից հետևից գնացել եւ տարբեր հարկերում միշտ ինչ որ աշխատասենյակ ունեցել եմ, բոլոր այդ հարկերից երևում էր ազգային ժողովը։ Միշտ ես նայում եմ եւ տեսնում եմ ազգային ժողովի շենքը։ Ինչ նշանակ ընտրվել եմ պետերավական հարցերի մշտական ազգաժողովի նախագահ եւ տեղափոխել եմ այս աշխատասենյակ, անընդհատ իմ աչքի առջև Սահմանադրական դատարանի շենքն է։ Այսինքն մենք այդ բանը պահպանում ենք։ Չէ, կարոտը միշտ կա, որտեղ աշխատակազմի հետ մի շատ լավ հարաբերություններ եմ ունեցել եւ ես իմ բոլոր եւ գործատուներին եւ բոլոր ընկերներին, գործընկերներին միշտ շնորհակալ եմ, որովհետեւ նրանք ինձ թույլ են տվել որոշակի գիտելիքներ ձեռք բերել, որոնք հիմա իմ կարծիքով Ուցա անհամես կայնչիկ օգտագործում։ Հիմա ասեմ պատմությունը։ Այս սա ինչ որ տեղափոխեցի, բերեցի շատ սիրուն մի հատ տուփի մեջ դրված էր։ Պատերազմի օրերին 20 թվականին որոշեցին
կամ Al Jazeera-ներ կամ չեմ հիշում որ ընկերություններ, որ ինձանից պետք է ինտերվյու վերցնեն, եւ ես հասկացա, որ ինչ որ մի եղանակով պետք է ցույց տամ, խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի առանձնացության։ Ասի ինչ անենք, բան մեկ ժողովրդին ասի, Ժորժ ջան, արեք մի հատ պատ ձևավորենք, որտեղ կարողանանք մեր հիմնական միջազգային իրավունքի ոլորտում իմ հիմնական հաջողությունները ներկայացնենք, որ չասեն էս մարտով է, падգամորա։ Դες բերեցինք, sense կպցրեցինք, որոշ բաներ էլ կար, որ բերել էին մեր գործընկերները, սա էլ ցեղասպանությանն էր վերաբերվում, չգիտեմ, հանդիպումներ տարբեր տեղեր, սա Գերմանիան է, նա Մինսկն է, այն ժամանակ Մինսկը շատ ավելի հետաքրքիր էր, քան այսօր իհարկե, ճակերտները չբացեմ։ Եվ այս ամենը դրեցի ստեղ, այս ամբողջի մեջ մի կարևոր բան կա, որ իմ համար մեծ նշանակություն է ունեցել, սա 94 թվականի Հանրապետական օլիմպիադայի աշխարհագրության օլիմպիադայի երկրորդ եթե չեմ սխալվում հաղթողի երկրորդ տեղի զբաղեցնողի դիպլոմն է, սա առաջի դիպլոմն է, որ ես դպրոցական տարիքում դեռ ստացել եմ, ընդ որում եթե ուշադրություն դարձնեք բանելն հենց հինա բլանկը դեռ գրած է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա մոտավորապես 50-ական թվականներին է տպված բլանկը։ Սա իմ համար շատ կարևոր է, որովհետև չգիտեմ էլի եւ որոշակի առումով պարտավորեցնող է եղել այդ ժամանակ եւ որոշակի առումով հնարավորություն է տվել գնալ առաջ։ Այսինքն աշխարհագրությունից լավ եք, չնայած որ իրավագետ եք նաեւ, բայց աշխարհագրությունը ձեր երկրորդ ուժեղ կողմն է։ Իմ բանը կասեմ շատ անկեղծ էլի, մեր մոտ հասարակությունը շատ վատ տենդենս է ձևավորել, եթե իրավաբան է, այսինքն կամիկը պետք է լինի շատ նեղ սահմանափակ, չէ՞ տենց է էլի։ Ես ուրիշ բառ չեմ ուզում օգտագործել, հա դա իրավաբանական ավարտը պարշի դա ինչ պետք է լինի։ Ցավոք այդ ստերեոտիպը կար, բայց իմ կարծիքով իրավաբանի համար, լավ իրավաբան լինելու համար բավարար չի միայն իրավագիտություն իմանալ, հատկապես հանրային իրավունքի դաշտում։ Եթե դու հանրային իրավունքի դաշտում ես, դու պետք է իմանաս եւ իրավագիտություն, եւ քաղաքական պատմություն, եւ միջազգային հարաբերություններ եւ աշխարհագրություն։ Ի վերջո, դու պետք է հասկանաս, որ երկիրը որ աշխարհամասում է եւ չտաս օրինակ հարցեր, որոնք բացարձակապես կարան վիրավորական լինեն։ Առնվազն Լիտվան, Լատվիայի հետ խառնել չի կարելի, էլի։ Հա։ Եկե Բուխարեստը Բուդապեշտը, ես մեկ կամ Շվեյցարիայի կարող նշեմ Բուխարեստը Ռումինիան էր թե Հունգարիան։ Բայց մի հատ լավ պատմություն կասեմ, եթե դուք դժգոհում եք ձեր ճակատագրից, իմացեք, որ Ավստրիայում Վենայի օդանավակայանում կա մի հատ փոքրիկ տեղ այն մարդկանց համար, ով խառնել է Ավստրալիան։ Հասկացա։ Ես որ այդպեսի բաներ կա։ Դուք ասցիք դիպլոմն է ձեզ համար։ Ամեն ինչը տեղափոխեցինք ստեղ եւ մի քիչ էլ երևի ալարկոտությունն է դրանից հետո որ չենք տեղափոխում առնվազն պատը չգեշացնելու։ Բայց դուք ասցիք օլիմպիադայի դիպլոմն է ձեզ համար ամենակարևորը։ Ինձ մոտ աչք ծակեց ես A. Լինքոլն ստորագրությունը ճիշտ եմ տեսնում, Աբրահամ Լինքոլնի հետ կապ ունեցող ինչ Լինքոլնին ես դիտարկում եմ որպես գիտեք քաղաքականության մեջ եւ իրավագիտության մեջ մի մարդու, որը հասկացել է թե ինչպեսին պետք է լինի ժամանակակից ժողովրդավարությունը։ Եվ սա Լինքոլնի տեքստն է, մի քանի նամակներ կան, մնացած արդեն չեմ հիշում, բայց ես տեղավորել եմ այստեղ մի լավ ելույթ ունի Լինքոլնը, գրած ելույթ, եւ տեքստը կա, որի մեջ ասում է՝ «Եվ ի վերջո մեզ պետք է ունենալ government of the people, for the people and by the people»։ Իսկ մեզ անհրաժեշտ է կառավարություն, որը կլինի ժողովրդի կառավարությունը, որը կառավարի ժողովրդի անունից եւ ժողովրդի համար։ Եվ սա շատ տիպիկ է եւ սա իմ քաղաքական եւ իրավական գործունեության համար շատ կարեւոր է։ Ես ժողովրդավարությունը լայն իմաստով շատ եմ գնահատում, որովհետեւ դա ինքնադրսևորելու լավագույն եղանակներից մեկն է։ Ընդհանրապես ես ոչ մի անգամ քաղաքական կուրքեր չեմ ստեղծել, բայց կան մարդիկ, կան մտածողներ, կան քաղաքական գործիչներ, որոնք լուրջ դերակատարություն են ունեցել ժամանակակից պատմության եւ քաղաքականության մեջ եւ որոնք որոշակի դասեր են տվել մեզ, որոնք մոռանալը կարա հանգեցնի նույն սխալների, որոնցից իրենք խուսափել են։ Դրա համար Աբրահամ Լինքոլնի որոշ, այսպես ասեմ, մտքեր ինձ մոտ միշտ կան եւ եթե ուշադրություն դարձնեք, տեսեք գրած է for the people, by the people, for the people, վերջի տողերը։ Եվ սա այս տեքստը իմ համար կարևոր նշանակություն ունի։ Ես նոր բան չեմ ավելացրել այստեղ, ես սա բերել եմ դեռ սահմանադրական դատարանի աշխատակազմից, թե տեղավորել ենք, որպեսզի ճիշտ ասած
շատ անկեղծ եմ օգնական դասեր տեղավորել, շատ չեմ զբաղվել դրանով։ Մի հարց էլ տամեսնեմ, որ կառաջարկեմ նստենք նաև հայ քաղաքական գործիչներից կառանձնացեք ինչ-որ մեկին, ում մտքերը, փիլիսոփայությունը ինչպես որ ակտուալ է ձեզ համար։ Գիտեք, չզարմանաք, ես պետականակերտ հայ թագավորներին կառանձնացնեի շատ կարևոր եւ դե պապ թագավորին որ ասեմ, կասեն քաղաքականացնում է, դրա համար պապ թագավորին թողենք մի կողմի վրա, թեև դերակատարությունը շատ մեծ է եղել երկրի կառուցման տեսանկյունից, բայց օրինակ Արտաշեսը, որը ըստ էության հայկական պետականության այնպիսի հիմքեր է դրել, որոնք բավականին երկար, այսինքն երկար, ես ասում 100-ամյակներ, Արտաշես մեծ մասն եմ խոսում, 100-ամյակներ փորձել է ձևավորել այնպիսի պետություն, այդ մտքերը, որոնք ճանապարհ են հարթել դեպի այդ թվում դեպի ժամանակակից Հայաստանի Հանրապետություն։ Ի վերջո այդ պետականությունը, որի մասին մենք խոսում ենք, ի վերջո երբ որ մենք ռոմեական դրամներ են գտնում, որի վրա Հայաստանը պատկերված, դա վկայում է նրա մասին, որ մենք պետականություն ենք ունեցել եւ այդ պետականության հիմքերը դրվել են այդ ժամանակահատվածում։ Շատ կարեւոր են իհարկե, եթե այդպես հետ գնանք, տարբեր ժամանակահատվածներից շատ հետաքրքիր էր Կիլիկյան ժամանակահատվածի քաղաքական գործիչները, որոնք հատկապես փորձ էին կատարում, օրինակ Մլեի իշխանության պարագայում, երբ որ նա փորձեց տարածաշրջանի հարևանների հետ հարաբերությունները կարգավորել, համատեղ դրամ հատելու այդ կոնցեպտը, որ ներդրվեց, շատ հետաքրքիր էր, էլի։ Հիմա նայում ենք, Եվրոպական միությունում համատեղ միասնական դրամ է, այդ ժամանակ, Էլի առաջինը հայերն են մտածել այդ։ Չէ։ Սա իմ համար ամենատհաճ խոսակցություններից մեկն է։ Ամեն ինչ հայերն են արել։ Գիտեք, հայերը իրոք շատ մեծ նվաճումներ ունեն եւ կրթության, եւ գիտության, եւ մշակույթի ոլորտում։ Բայց շատ տհաճ է դառնում, որ այս ամբողջ խոսակցությունը հանգում է լավաշին, լավաշին ընդունում ենք եւ դիտարկում ենք որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ով էլ դիտարկում է տեխնոլոգիան որպես ոչ ընդհանրական մշակութային ժառանգության մաս։ Ես չի ուզենա, որ մենք այդ կարևոր ներուժը, որ մենք կուտակել ենք, պարզապես վերացենք ինչ որ շատ էսենսա, էնինենսա, հետո գիտեք, այս վերջի շրջանում հատկապես 2020 թվականից հետո մենք մի հատ կարևոր բան հասկացանք, առնվազն իմ սերունդի մարդիկ կհիշեն, երբ որ մենք ֆիլմեր էինք նայում առաջ, մի հատ նայում էինք վերջում հայ ազգանունը, ասում են, սա հայ է։ Երբ որ վերջի իրադարձությունները տեղի ունեցան 20 թվականի եւ դրանից հետո եւ մենք տեսանք թե ինչպես էթնիկ հայ է, այսինքն որը չգիտեմ, այդպես անազգանով հայ է, կարող է դրսևորել իրեն այնպես, որ որևիցե եղանակով քո ազգակիցները, քո ընտանիքի անդամները դա չեն կարող ընդունել, դու հասկանում ես, որ շատ կարևոր նշանակություն ունի հայ ինքնության մեջ կապը քո պետության հետ, որովհետեւ դու եթե կապը քո պետության հետ չես պահում, դու ֆորմալ շարունակում ես ազգանվան կրող լինես, դա լավագույն լուծումը չի։ Արդեն այլ հարցից է ուզում սկսել, բայց ձեր սեղանին սկեչ եմ տեսնում նկարած դուք եք նկարում պատահաբար։ Պատահաբար չէ, նկարում եմ։ Ցույց տակ եթե կարելի։ Միանշանակ խնդիր չկա, եւ դա նույնիսկ ասեմ, մեկ լրագրողները նույնիսկ ազգային ժողովի դահլիճում են ինձ նկարում։ Ես երբեք չեմ սովորել նկարել, ձեզ ասեմ։ Ազգային ժողովի դահլիճում եք նկարում։ Մեկ, այո, եւ լրագրողները գցում են, ասում են, օրինակ Կոնջուրանի ելույթի ժամանակ Վլադիմիր Վարդանյանը նկարում էր, սա ճիշտ է, նկարում էի։ Պատահական կերպարներ պարզապես, մարդիկ, դեմքեր, արտահայտություններ, տարբեր բնույթի։ Ճաշ ինչ-որ։ Ինչ որ մի բան, հա, նայած թե ինչ տրամադրություն է լինում, թե եւ փորձ եմ կատարում, չգիտեմ։ Էլի ունեք նույնիսկ։ Դե որոշակի առումով, էսի։ Սովորել եք նկարչություն։ Օրինակ սա քիչ թե շատ ազնավուրին է նման, չգիտեմ։ Հա, նմանություն կա։ Մի րոպե, ես ասենց ցույց տամ, որ համել տեսախցիկը ֆիքսի, ազնավուրին նման է, այստեղ Չերչիլն եմ ոնց որ տեսնում, ինչ որ միտեղ։ Հա, հեսա։ Կա։ Այսինքն, օրինակ իսկ հայտնի մարդկանց ինչ ընտրությամբ եք նկարում, ինչ եք որոշել օրինակ ազնավուրին նկարել, ինչ։ Որովհետև տեսեք, նայեք, եթե ես նկարեի օրինակ, չգիտեմ, այս Ռուբեն Ռուբինյանն է։
Բայց ինձ թվում է սա եթեր չենք տա, չէ՞, որտեղ կարող է եղանա։ Չէ, օքեյ, բայց Ռուբենը իմ շատ մոտ ընկերն է։ հասկացա, բայց Տրոցկին չի նեղանա հաստատ։ Տրոցկին հաստատ չի նեղանա։ Տրոցկին ինչ է։ Հիմա ասեմ, ինչեմ նկարել Տրոցկին, ես հիմա ցուստակ ընդդիմադիր մամուլը ընկնելու հետ ասում եմ 37 թիվը հերիք չի եկե Տրոցկին են արդեն նկարում։ Չէ, ես փորձում եմ նկարել այնպեսի, քանի որ ես նկարիչ չեմ եւ երբեք չեմ սովորել բացարձակաբար։ Հաս ինքնուս եք լրի։ Մեկ օր չեմ գնացել որովհետեւ դասի, որոշ դասեր եմ վերցրել YouTube-ից, որ նայել եմ այս կամ այն հաղորդումը նկարելու վարպետության վերաբերյալ եւ այսքանը։ Ինչ եմ նկարում հայտնի դեմքերի, որովհետեւ նախ հեղինակային իրավունքների պաշտպանության խնդիր չի լինում, նեղանալու խնդիր չի լինում։ Երրորդը, եթե հայտնի դեպք կա եւ քիչ թե շատ անձը տեսել է եւ ասում, «Վայ, դուք տեսաք, ասեք սա Տրոցկին է», ուրեմն առնվազն այն ինչ անվանում են պորտրետնե սխոցտվը, ես կարողացել եմ ստանալ։ Դուրս ասեմ ձեզ, ես միշտ նկարում եմ այն անձանց, ում ինձ ընկեր եմ համարում, այնպես որ իմ ընկերները չեն նեղանա։ Եթե մի քիչ ավելի գեղեցիկ է ստացվել, քան իրականում կան, այդ արդեն իմ մեղավորությունը չի, դա իմ վարպետության պակասն է։ Հասկացա։ Իսկ ընտրությունը, չասացիք, ինչ ոնց է լինում, տեսեք, նկարիչի համար ամեն օր կա ինչ-որ մի հոգեվիճակ, որը ինքը փորձում է ինչ-որ բան կերտել։ Մեկ օրինակ Բրյուս Ուիլիսը շատ խառն է ձեր Տրոցկից մինչև Բրյուս Ուիլիս, բայց հետաքրքիր է։ Դե հիմա ամեն դեպքում այդ է, երեք դրանք հիշող կերպարներ են, բայց ընտրությունը ասեմ ձեզ ինչպիսին է։ Ընտրությունը կայանում է հետևյալ եղանակով։ Սա նախ եւ առաջ ձեզ ասեմ հետևյալը։ Մենք ես միշտ փորձում եմ օգտագործել նկարչությունը որպես կոնցենտրացիայի միջոց, երբ որ քննարկում է լինում եւ քննարկման ժամանակ դու պետք է կոնցենտրացնես քո մտքերը, երկու եղանակ կա։ Մեկը ինչ որ բանով զբաղվես, որը կապված չի բովանդակային քննարկման հետ, որպեսզի ավելի լավ զուգահեռ ընկալես, մյուսը անվանում են ռուսերեն ասում են բելիշումը, հայերեն առավել հավանականորեն դա սպիտակ աղմուկն է։ Ես սպիտակ աղմուկի տակ սիրում եմ աշխատել։ Ինչ է նշանակում սպիտակ աղմուկ։ Այս աշխատասենյակը երբեք չի լինում դատարկ։ Մեր միշտ գործընկերները լինում են այստեղ։ Մեկը սուրճ է խմում, մեկը ինչ որ քննարկում անում, մեկը հեռախոսով է խոսում։ Ես կարողանում եմ այդ ընթացքում աշխատել եւ կոնցենտրացված աշխատել, որովհետեւ Դայրվի գիտեք եկել է այն ցուրտումուտ տարիներից, եւ մենք բոլորս հավաքում ենք մի սենյակում, ես էլ պարապում եմ համալսարան ընդունվելու համար եւ այդ կողքից եկող քիչ թե շատ, այսպես կոչված սպիտակ աղմուկը օգնում էր, որ ես ավելի շատ կենտրոնանայի եւ կարծես թե հիմա մենակ մարդը ոչ մեկին պետք չի, դա կողքդ մարդ է լինում, շատ ավելի հաճելի է ինչ-որ բան անում։ Իհարկե, եթե խոսքը չի վերաբերում փաստաթղթերի, որոնք ունեն գաղտնիություն, տվյալ պարագայում կներեք, ձեզ էլ պետք է խնդրեմ, ասեմ դուրս եկեք ստեղից։ Մնացած բոլոր պարագաներում ես միշտ սիրում եմ կոլեկտիվ աշխատանք, երբ որ կան մարդիկ եւ օրը շատ ավելի գեղեցիկ է դառնում, եթե կողքից սիրված մարդիկ են, շատ ավելի գույներով հագեցած է դառնում օրը։ Հանգստի սենյակ էլ ունեք այստեղ, հանգստի սենյակում ինչ է կան, ոնց եք հանգստանում։ Լավ հարց տվեցիք, ուզում եմ հիշեմ։ Ես հանգստի սենյակից շատ չեմ օգտվում։ Ոչ թե նրա համար, որ ուզում եմ ցույց տամ, որ շատ աշխատասեր եմ եւ այլն, ոչ ես պարզապես աշխատանքը, երբ որ տակո սիրած աշխատանքն դիտարկում եմ որպես հանգիստ նաեւ։ Եթե ես ինչ-որ բան չեմ սիրում, ես դա չեմ անում, եթե ես ինչ-որ բան անում եմ, դա իմ կյանքի բաղկացուցիչ մասն է եւ ես շատ մեծ հաճույքով եմ գալիս գործի եւ հանգստանալու ոչ ժամանակ է մնում, այսինքն հանգիստ մենակ մնալու եւ մեդիտացիայի նման ցանկություններ մոտս չի առաջանում։ Երբ որ շատ երկար քննարկումներ ալնում, երբ ես օրինակ գալիս եմ, սա պետք է անկեղծ լինեմ, որտեղ ես խոսք եմ տվել ընտրողներից, որ իմ գործունեության կարգախոսը լինելու անկեղծությունը։ Եվ անկեղծ ասեմ, եթե ես գալիս եմ օրինակ շատ վաղ առավոտյան գործողումից Հայաստան եւ այդ օրը նիստ կա, նիստի ընդմիջումների ժամանակ կարող եմ մի փոքր թեթև որոշակի առումով ննջեմ, կամ իթեմ կամ չգիտեմ ոնց անգլերեն ասում են nap։ Եվ այդքանը դուրս հանգստի սենյակում, բայց շատ անկեղծ եմ, էդ էլ չեն թողում։ Որ ասում ստե բազմամարդ է։ Մեկը կտեսնես, դե իսկ կգան կասեն ստե, բայց մենք գիտենք բան ես, ստեղ չես։ Եվ ես սիրում եմ, որ մարդիկ գալիս գնում են, ես սիրում եմ ընդհանրապես, որ պետական պաշտոնյայի դուռը բաց է։ Կա կանոն,
Եթե պետական պաշտոնյայի դուռը բաց է, ցանկացած անձ կարող է մտնել։ Եթե դուռը փակ է, ապա մտնելու համար անհրաժեշտ է թույլտվություն։ Ես գերադասում եմ դուրս բաց պահել, որովհետև այլ եղանակով հանրային գործունեություն չես կարող իրականացնել, ընդ որում ասեմ ձեզ, որ ես հավասարապես բաց եմ պահում այս դռները, այս աշխատասենյակի, որտեղ սա իմ աշխատասենյակը չի, միայն սա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամների սենյակն է եւ յուրաքանչյուր իրավունք ունի հավասարապես օգտվել եւ այս սենյակից եւ այն հարմարություններից, որոնք այստեղ կան։ Հանգստի սենյակից մեկ է դեպքում եմ օգտվում, մեկ էլ եթե այս մեծ քննարկման ժամանակ ինչ-որ մեկ գալիս ասում է առանձին բանում եմ խոսալու հետ, նոր այդ ժամանակ գնում ենք ներս, փորձում ենք ինչ-որ բան խոսել, սուրճ խմել գուցե եւ վերադառնալ այստեղ։ Կամ երբ որ շատ մեծ, այդ էլ ասում, շատ աղմուկ ալնում, որտեղ քննարկումները մեր մոտ շատ են եւ ներխմբակցային եւ միջխմբակցային եւ այդ աղմուկի մեջ որտեղ ուզում ես ինչ-որ հեռախոսազանգ անես, բան լավագույն տարբերակը գնաս այնտեղ եւ խոսաս։ Սա է հանգստի սենյակի ամբողջ տրամաբանությունը իմ մոտ։ Ես սիրում եմ աշխատանքը, ես չեմ հոգնում աշխատանքից։ Մի լավ արտահայտություն կա ասում, ամենաերջանիկ մարդը նա է, ով առավոտյան անհամբեր սպասում է, երբ լույսը բացվելու օրին կգնա աշխատանքի, իսկ ամբողջ աշխատանքային օրը երազում է նրա մասին, թե երբ է գալի երեկոն, որպեսզի ինքը վերադառնա իր տուն, որպեսզի առավոտ կրկին նույն տրամադրությամբ վերադառնա աշխատանքի։ Ես ուզում եմ սա մաղթեմ բոլոր մեր հայրենակիցներին։ Ես մի հարց եմ ձեզ ուզում տալ, ուզում եմ հարցնել ինչ կա ձեր մասին, ինչ փաստ կա, որը անսպասելի կլինի, բայց դուք մինչև իմ հարցն էլ ասացիք մեր նախնական զրույցում, ասացիք, որ շատ եք սիրում անեկդոտներ։ Այո։ Դուք երբեք ինձ վրա չեք թողել մի մարդու տպավորություն, ով անեկդոտներ է սիրում, այդ կերպարը ձեր, չգիտեմ, ինձ համար անսպասելի էր։ Դրա համար նախ որտեղից է եկել այդ սերը, այսինքն ինչ են անեկդոտներ։ Այսօր շատ տարբեր ժանրեր կան էլի հումորային։ Պետք է վերադառնանք 1993-4 թվականները, երբ որ ես դպրոցական էի եւ Հայաստանի Հանրապետությունում ամենալուրջ եւ ամենակարևոր եւ ամենահաջողված սպորտը գիտեք որն էր։ ԿՎՆ-ը։ Հա։ Եվ բոլորս հետաքրքրված ենք, բոլորս ինչ-որ փորձում ենք հումորներ անել, փորձում ենք ինչ-որ դպրոցական թմեր անել, չեմ ասի ում, բայց մեր գործընկերներից որոշներին ես ճանաչում եմ նույնիսկ այն ժամանակահատվածից, 93-94 թվականից։ Եվ այդ ժամանակվանից ի վեր իմ կյանքի բաղկացուցիչ մասն է, եւ սա նույնիսկ կենացի մակարդակով եմ ասում, որ դու առավոտ որ զարթնում ես, ամենակարևորը լավ տրամադրությունն է։ Դու առավոտ զարթնում ես լավ տրամադրությամբ, այդ օրը ինչ ուզում ա լինի, դու հաջողված օր կունենաս։ Իսկ լավ տրամադրության գրավականներից մեկն է իհարկե հումորի զգացումը եւ հնարավորությունը դրական էմոցիաները փոխանցես քո հարազատներին, ընկերներին, գործընկերներին։ Անեկդոտը դրա լավագույն օրինակն է, եթե հատկապես անեկդոտը տեղին է այդ պարագայում, այդ սիտուացիայում, եւ ես անեկդոտներ սիրում եմ, անեկդոտներ շատ եմ պատմում ընկերական շրջապատում, սիրում եմ նաեւ անեկդոտներ պատմել, որոնք առնչվում են ինձ, իմ գործունեությանը, այնց որ դա իմ համար շատ կարեւոր մի բաղկացուցիչ մաս է իմ կյանքի, որից ես չեմ հրաժարվել, որովհետեւ մի ֆիլմ կա, երևի թե առնվազն իմ սերնդակիցները կհիշեն, այն Գրիգորի Գորինի ստեղծագործության հիման վրա նկարահանված Տոցամի Մյունխհաուզեն ֆիլմն է, որում կա մի արտակարգ արտահայտություն, որը ես խորհուրդ կտայի մեր բոլոր գործընկերներին օգտագործեն։ Վերջում ֆիլմի հերոսը ասում է հետևյալ բան. Թնդանոթի վրա բացում։ Այո, մի ընդունեք լուրջ դեմք։ Լուրջ դեմքը դեռևս ուղեղի արկայության մասին չի վկայում, բանականության մասին չի վկայում։ Բոլոր ամենամեծ հիմարությունները այս աշխարհում կատարվել են հենց այդ լուրջ դեմքի արտահայտությամբ։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք։ Սա շատ կարևոր է եւ ես անկեղծ եմ, ես այնքան լուրջ դեմքով անլուրջ եւ վտանգավոր բաներ եմ տեսել։ Եվ այնքան կարևոր ժպիտով ու գուցե թեթև ճիշտ խոսքեր եւ մտքեր, որ ես բացարձակապես համաձայն եմ այդ ֆիլմում դրված
փիլիսոփայության հետ։ Այո, ես չեմ սիրում լինել ցանցառ, որովհետև դա լավ չի, քաղաքականության մեջ հատկապես, կյանքում էլ լավ չի, որևիցե ոլորտում լավ չի, բայց լինել ժպտերես, լինել կյանքին դրական նայող եւ ամեն ինչից դրական էներգիա ստացող հումորի զգացման պոշտված մարդ, որովհետև հումորի զգացումը Աստծո կողմից տրված պարգև է, իմ կարծիքով շատ լավ է։ Դες միշտ ասում եմ, մարդ որ առողջություն չունի, հիվանդ մարդ է, մարդ որ հումորի զգացում չունի, դժբախտ մարդ է։ Պարոն Վարդանյան, վերջում անհնար է չասեմ, մեր հաղորդումը գիտեք Կիրակնօրյա, հանգստյան օրը հաղորդումը, կարող է այդ թեմայով ինչ-որ անեկդոտ պատմեք եւ ավարտենք զրույցը։ Հանգստյան օրվա մասին։ Ուրեմն կինը բաժանվում է ամուսնուց։ Եվ ամուսինը բաժանում է կնոջից հակառակ։ Դատավորը հարցնում է ամուսնուն. հայց որ ինչու եք դուք ձեր կնոջից բաժանում։ Գիտեք, ասում եմ, ինքը ոնց է ասում, էլի, չգիտեմ, նույնիսկ ոնց է բացատրել, հայերեն բառեր չեմ կարող գտնել, էլի։ Ասում եմ, բացատրեք այնպես ձեր խոսքերով, ասում եմ, ինքը նուդնի անձնավորությունն է։ Ասում եմ, այսինքն, ասում եմ, դե տեսեք, էլի, նայեք, նուդնի է, էլի, ոնց բացատրեմ։ Ասում եմ, դե ինչ որ մի ձև ձեր բառերով բացատրեք, ասում եմ, տեսեք, նայեք։ Մայիսի 28-ն է։ Նստած եմ, հեռուստացույց նայում, հանգստյան օր է։ Եկել է կպել, ասում եմ, տոնածառը եպես հանելու տնից, տոնածառը եպես տնից հանելու։ Սա մի անեկդոտ, հանգստյան օրով վերաբերյալ, բայց սպասեք նայեմ հիշեմ ուրիշ բան կա, թե չէ, երկու անեկդոտ ես վերջերս եմ, սա քաղաքական գործիչների վերաբերյալ։ Ուրեմն ինքնակնադատությունը, որ տեսնեք, որ ինձ մոտ էլ կա։ Ուրեմն հայտարարություն, փոքրիկ բան, թերթում։ Մեր խոսքը Հայաստանի մասին չի, այլ երկրի ինչ որ։ Ասում եմ, մեր խորհրդարանում կան падգամավորներ, որոնց լռության մեջ էլ նկատվում են քերականական սխալներ։ Սա առաջինն է։ Սա Հայաստանի մասին չէր, հա, իհարկե։ Չէ, սա Հայաստանի մասին չի, սա բացարձակապես ընդհանրապես Հայաստանի, այո։ Սա ոչ մեր ընդդիմության, ոչ իշխանության, սա բացարձակապես այլ մեկ երկրի, որը այլևս շուտ վանից արդեն միջնադարում դատարել է գոյություն Պրուսիայի մասին է։ Երկրորդ անեկդոտը կրկին մեր քաղաքական գործիչների մասին չի բացարձակապես, ուրեմն հեռավոր մի գյուղ, հեռավոր մի պետությունում գալիս է մի պաշտոնատար անձ եւ ասում է ես եկել եմ որպեսզի ես ձեր բոլոր խնդիրները լուծեմ։ Ինչ խնդիրներ ունեք։ Ասում են դե երկու խնդիր ունենք։ Առաջինը որն է, ասում են, գիտեք, մեր հիվանդանոցում չկա բժիշկ։ Ոնց վերցնում է հեռախոսը, հավաքում է համար, ասում է, այս գյուղում, այս հիվանդանոցում բժիշկ չկա, անմիջապես լուծեք։ Անջատում ասում, վաղը կլուծվի։ Երկրորդ խնդիրը որն է, ասում է, գիտեք, մեր գյուղում երբևիցե բջջային կապ չի եղել։ Նենց որ ինչ եմ ասում, մենք սկսեցինք մեր հանդիպումը կեղծավորությունից եւ անկեղծությունից, լավագույն գրավականը մարդ լինելու, լավագույն գրավականը լավ քաղաքական գործիչ լինելու, լավագույն գրավականը ամեն ինչում լավը լինելու, դա անկեղծությունն է, ինչը մեր կյանքում ցավոք բացակայում է կամ շատ քիչ է հանդիպում, որովհետև 21-րդ դարում անկեղծանալ շատ դժվար է դարձել մարդկանց համար, բայց մինչև դու չանկեղծանաս, դու երբեք չես կարողանալու գտնես ինքդ քեզ, որտեվ դիմացինդ քո մեջ նախ եւ առաջ ուզում է տեսնել անկեղծություն։ Եվ դու պետք է դա կարողանաս ապահովես։ Հիմա տեսեք, անկեղծ անեկդոտներ պատմեցի, ինքնակննադատական, այսինքն ինձ էլ քննադատելով, այո, ես էլ մեկ-մեկ քերականական սխալներ եմ թույլ տալիս, բայց հուսամ ոչ լռության մեջ։ Շատ շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։